Բարիք կամեցող կամ արարտեր, մի թող ինձ գնալ իմ անձի կամքով, այլ առաջնորդիր ինձ միշտ լինելու քո բարեսեր կամքի համաձայն, եւ ողորմյա քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Սիրելի հավատացյալ, Աստված մեր բարեսեր Տերն է, որ միշտ մեզ հետ է, առաջնորդելով մեզ իր սիրով ու կատարությամբ։ Երբ մենք մոլորվում ենք կամ սկսում ենք փնտրել մեր սեփական ճանապարհը, Տերը մեզ ցույց է տալիս իր հղացուղին, դառնալով մեր հավատքի լույսը եւ հույսը։ Քեզ հրավիրում եմ մտովի կանգ առնելու եւ մտածելու, թե ինչպես է քո սիրտը բացվում Աստծո հրաշալի կամքի նկատմամբ։ Այս աղոթքը բարիք կամեցող կամ արարտեր, մի թող ինձ գնալ իմ անձի կամքով, այլ առաջնորդիր ինձ միշտ լինելու քո բարեսեր կամքի համաձայն։ Իսկապես արտահայտում է մեծ հավատ։ Երբ մենք մեր կյանքը հանձնում ենք Աստծուն առանց որևէ այլ ցանկության, բացում ենք սիրտն ու ոգին նրան, որպեսզի նրա կամքը կատարվի մեր մեջ։ Դա ուժ է, տալիս մեզ բոլորիս գնալու իր ճանապարհով։ Մենք երբեմն գնում ենք սեփական կամքով ու օքսերով, մոռանալով, որ մեր ուժը եւ իմաստությունը սահմանափակ են։ Բայց Աստծո կամքը անսահման է եւ միայն նրա առաջնորդությամբ կարող ենք գտնել իրական խաղաղություն ու երջանկություն։ Տերը չի թողնում իր երեխաներին մոլորվել, միշտ հոգալով մեր կարիքների մասին եւ առաջնորդելով դեպի ճշմարտությունը։ Որպես հավատացյալներ, մենք հաճախ մեզ մեղավոր ենք զգում տեսնելով մեր անպատե գործողությունները եւ սխալները։ Բայց Աստված ամեն ժամանակ պատրաստ է ողորմելու մեզ, եթե մենք սրտած ապաշխարենք։ Աղոթքը, որ ասում ենք ողորմյա քո արարածներին եւ ինձ բազմամեղիս, բացում է Տիրոջ ողորմությունը մեր վրա։ Հիշիր, Տերը ոչ միայն արդար է, այլև մեծ ողորմած է, երբ մարդը խնդրում է ներում։ Հասկացիր, որ քո առօրյայում նույնիսկ փոքրիկ պահերին Տերը գտնվում է քո կողքին, պատրաստ օգնելու, երբ միայն ընդունում ես իր հրաշալի առաջնորդությունը։ Նրան վստահիր քո ամենօրյա ընտրությունները, թող որ քո քայլերը լինեն նրա կամքի համաձայն, քանզի միայն այդպես կարող ենք ապրել խաղաղ ու հաստատուն հավատքով։ Սիրելի բարեպաշտ հավատացյալ, դու երբեք միայնակ չես մնալու, որովհետև Տերը կհանդիպի քեզ, ու եթե դու բաց լինես նրա կամքին, նա միշտ ցույց կտա իր սիրելի եւ բարեսեր ճանապարհը։ Հիշիր, որ Տերը բարեսեր է, նա երբեք չի մերժի մեր աղոթքը, իսկ եթե մենք բաց ենք նրա սիրո եւ ներում գտնելու համար, նա մեզ կտա նոր կյանք։ Ամեն։